ծոցըտիր չփոխեք։ Ուրեմն մի հատ բան ասեմ էլի իսպես, ուրեմն Ալբերտ Մկրտչյանը ողորմ իրանց գերեզման, ֆրանսիկի մեր Ալբերտ Մկրտչյանը բան, Քոչարյանը Ռոբերտի ընտրություններն է եղնում քաղաքում, ուրեմն ինքը շտաբի պետն է եղնում։ Սա պատկերացնում ես ինձ է ասում, Վարդան ջան, դերասանին եթե մի բան նվեր են տալիս ու ինքը կորցնում է, դա սարսափելի է բան է։ Ուրեմն քսե մի հատ իմ զոնտիկ էին տվել, այդ զոնտիկս քսե չկա։ Մի տարի ման եմ գալիս, թե ով տարավ այդ զոնտիկը։ Վերջը հիմա եկել են հավաքվել են բան, Քոչարյան Ռոբերտը նստած են բան, բոլորը Կոմցյան Արարատը են շուտ եղել բան։ Հիմա քսե ձեն չկա, ճանճը որ քսե տզա ձենը կլսվի, մեկը ես դարը ասեցի, ես պետք է մի հատ ծխեմ, պարոն նախագահ, ծխի Ալբերտ ջան։ Սենց մի հատ քսե զաժիկացել են նվերստվել կարմիր գույնի։ Հիմա քսեմ են զոնդիկս որ չկա, այս զաժիկացելս հանգար չկորցնեմ ու շատիր, քսե վերջը բարեցի ծխախոտս, բան այդ զաժիկացելը դրեցի սիգարետի վրա։ Մի հատ քսե սենց դարա հոլապ տվեցի դարա, բան, դարա զաժիկացելը չկա։ Սեցի ով կողեց։ Մեկի բոլորս դառնան Կոմցյանին նայեց։ Կոմցյանն է, հորս գերեզման արեք շտուկեք, ես չեմ վերցրեց, բան։ Վերջը անցավ մի տարի, բան, չգիտեմ ինչ նշան են տալիս քսե ինձ, Քոչարյանը Ռոբերտ է տալիս, քսե որ մոտեցավ խփելու, մեկի ագանջիցս պես էր, ծոնայ չկողեն։ Զոմիկ է Կոմցյանի տարած։ Վերջը հումորով էլի, հումորը ընդունում են, չէ՞ մեր Երևանից է։ Մեր երեխեքը հեչ հումոր չեն ընդունել, ինչ պետեղնի, հումոր չեն։ Հումորը պարտադիր է։ Առանց դրա կյանք չկա։ Այո։ Դե մի բան դու ասա։ Մինչև կան։ Դա աստված։ Շատ պատասխանատու հայտարարություն արեցիք բյուջեի ավելացման։ Այո։ Տեղերը գիտեմ, ասեմ ձեզ։ Ես ես ասեմ շատ ճիշտ բան եք արել, որ ինձ բերես տեղ նստեցրել եք, հավատացեք։ Ես եթե զգայի, որ չէի կարող կամ անելու բան չունեմ ու սպառվել եմ, միանշանակ չէի կարի խաչն ու ավետարանը վկա։ Շատ ծանր տեղ ենք եկել, բայց կարող ենք անել ու կտեսնեք բոլորիդ վրա ազդեցություն կունենա։ Կտեսնեք, որ շատ լավ բաներ ենք անելու, շատ լավ։ Գիտենք որտեղից անենք, ինչ անենք, ամենակարևորը։ 13 տարի պատահական չենք աշխատել, մեր մարմինի վրա ենք ամեն ինչը զգացել։ Կտեսնեք կանենք ու ընդուպ են մարդիկ, որոնք որ դաժե ընձի դեմ են, նրանք էլ կասեն, դե անուն է էլի դում ասելով չի։ Կարելի է հարկել իրագործյանը, կարող է բնավորությունը դուրս չի գալիս, կյանքում ինչ-որ խնդիրներ եղել, բան եղել, բայց անուն քաղաքի, որ ճիշտ է պահում, ուրեմն կարելի է հարկել ու գնահատել։ Այդ սկզբունքով կտեսնեք, որ ամեն ինչ կլինի։ Ես հույսով եմ, որ այդպես կլինի։